Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն կարևոր շեշտադրումների համար, իսկ այժմ ժամանակն է անցնելու օրվա ամենասպասված հատվածին։ Մենք սկսում ենք հանրային ոլորտի նորարարության 2026 մրցանակաբաշխությունը։ Մինչև կբացվեն առաջին ծրարները, ուզում եմ հիշեցնել, որ այս մրցանակները սոսկ գնահատական չեն անցյալում կատարված աշխատանքի համար։ Սա վստահության մանդատ է ապագայի համար, փաստելու, որ պետական համակարգի զարգացման միակ ճանապարհը նորարարությունն է։ Մենք ունենք 4 անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են նախագծեր, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց կենսունակությունը ու չափելի արդյունքներ են ապահովել մեր քաղաքացիների համար։ Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվելու են 4 անվանակարգերում։ Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի 1 մրցանակակիր։ Ընտրության գործընթացն իրականացվել է 3 փուլով։ Բաց մրցույթ հանրային հաստատությունների և ծառայողների շրջանում, նախնական ընտրություն և ժյուրիի կողմից իրականացվող վերջնական ընտրություն։ Ժյուրիի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, իդեմս մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլիա Աֆրիկյանի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը, իդեմս ղեկավար Վիկտորիա Այդինյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իդեմս նախարարի խորհրդական Վահան Հունանյանի, մասնավոր հատվածը, իդեմս Ամերիա ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի, ՄԱԶԾ-ն, իդեմս նորարարության և կայուն զարգացման նպատակներ ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանի, Մրցանակաբաշխությանը նախատեսվում է հանձնել 2 մրցանակ յուրաքանչյուր անվանակարգում։ Մրցանակներից մեկը կխրախուսի անհատական կամ թիմային ջանքեր և կշնորհվի հաղթող նորարարներին։ Մյուսը կշնորհվի մրցանակակիրների հաստատությանը, իդեմս ղեկավարին։ Հաղթողներին որպես պարգև կհանձնվի արհեստական բանականության գործիքի տարեկան բաժանորդագրություն, անձնական և աշխատանքային բնագավառում աճին, նորարարության և արտադրողականության բարձրացմանը նպաստելու նպատակով։ Եվ այսպես ուշադրություն էկրանին։ Ռեսուրսը ժամանակն ու տվյալներն են։ Թվային լուծումներով խթանված նորարարությունը ջնջում է ժամանակի և տարածության սահմանները, ծառայությունները դարձնելով հասանելի, մատչելի, հարմարեցված անհատական կարիքների, իսկ հանրային ծառայողին տալիս է հնարավորություն կայացնելու փաստահեղ և արդյունավետ որոշումներ։ Այսօր հետաքրքիր մենք այստեղ ենք տեսնելու հենց այդ փոփոխությունների դեմքը և հենց այդ պատճառով մենք այս անգամ Ալեքսանդր Թումասյանին։ Աննա Հարությունյան։ Թվային Ներքին գործերի նախարարության թվայնացման հարցերով խորհրդական, բացառիկ համբերական ու հետևողական Աննա Հարությունյանը հաջողել է թվային նորարարությունը վերածել շոշափելի հարմարավետության, վերացնելով դժվարությունները, որոնք մարդիկ հաղթահարում էին մեքենաների առք ու վաճառքի ժամանակ։ Այսօր Հայաստանում տրանսպորտային միջոցի առք ու վաճառք ու սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է անել մի քանի րոպեում, օրվա ցանկացած ժամի, աշխարհի ցանկացած վայրից։ Տվյալների շտեմանաների խելացի ինտեգրման շնորհիվ համակարգն ինքնաշխատ եղանակով կատարում է բոլոր ստուգումները, մարդուն ազատելով ձգձգվող վարչարարությունից։ Թվերը նույնպես խոսում են։ 2025 թվականի սեպտեմբերից ավելի քան 800 քաղաքացի օգտվել է այս հնարավորությունից։ Ծառայությունը մատուցվում է 24/7 ժամանակացույցով, ապացուցելով, որ ներքին գործերի նախարարությունը կարող է լինել ճկուն, տեխնոլոգիական և որ ամենակարևորն է քաղաքացու կողքին։
Թվային լուծումներով խթանված նորարարության անվանակարգ մրցանակ ստանալու համար արդեն բեմում են ներքին գործերի նախարարության թվայնացումը համակարգող խորհրդական Աննա Հարությունյանը եւ սիրով բեմ եմ ուզում հրավիրել նաեւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ինչպես արդեն նշեցինք, մենք ունենք երկու անվանակարգ, հաստատությունը եւ մասնավորապես հենց ոլորտի ներկայացուցիչ նորարարը։ Շնորհավորում եմ ներքին գործերի նախարարությանը եւ Տիկին Հարությունյանին, սա իսկապես այն դեպքն է, երբ թվային լուծումները, թվային բառը դառնում է իսկապես խնայված ժամանակ եւ հարմարավետություն է ստեղծում մարդկանց համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ այժմ մենք շարունակում ենք բացահայտել մեր լավագույն նորարարներին ու դրանց հեղինակներին, ուշադրություն էկրանին։ Տեխնոլոգիաներն ամեն օր հեղափոխում են բազմաթիվ ոլորտներ, այսօր եւ հիմա օգնում են ապահովել ճշգրիտ ու արդար կառավարում։ Այս անվանակարգը նվիրված է նորարարական այն նախաձեռնություններին, որոնք բարձր տեխնոլոգիաների եւ մարդու համագործակցության հանրային քաղաքականությունների մշակումն ու իրականացումը դարձնում են ավելի արդյունավետ եւ տվյալահենք։ Քանի որ բնական պաշարներման արդյունավետ վերահսկողությունը նախև առաջ դա հանրային սեփականության պաշտպանությունն է եւ վերահսկողություն, ապա այս անվանակարգը հայտարարելու համար, հաղթողին հայտարարելու համար, այստեղ բեմ եմ հրավիրում բնապահպանական ակտիվիստ, ձեռնարկատեր Արտուշ Եղիազարյանին Գյումրիից։ Հաղթող է ճանաչվել Վահան Գրիգորյան։ Շնորհավոր։ Եվ այսպիսով այս անվանակարգում նորարարական լուծումների ներդրման համար սիրով այստեղ բեմ եմ հրավիրում բնապահպանության եւ ընդերքի տեսական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։ Նա համակարգել է անօթաչու թռչող սարքերի կիրառման ժամանակակից համակարգի ներդրումը, տվյալների եւ սարքավորումների միջոցով պետական վերահսկողությունը դարձնելով ավելի արագ եւ թափանցիկ։ Նոր գործիքները դրաններն են հեռահար մոնիտորինգը, բարձր ճշգրտության պարտեզագրումն ու 3D չափագրության համակարգերը։ Վերահսկողության որակապես նոր մակարդակը թույլ է տալիս բարելավել ցուցանիշները բազմաթիվ ուղղություններով։ Վերջին 3 տարիներին հաջողվել է 5 անգամ ավելի արդյունավետ հայտնաբերել ապօրինի ընդերք օգտագործման դեպքերը։ Չափագրումների ծավալն աճել է շուրջ 8 անգամ։ Պետությանը հասցված վնասի վերականգնումն աճել է 27 անգամ, գերազանցելով 26 միլիարդ դրամ։ Սա պետական ռեսուրսի հսկայական խնայողություն է եւ արդյունավետության բարձրացում։ Տեխնոլոգիան պետության ձեռքում դարձել է հզորձեն, հանուն արդարության եւ բնական պաշարների պահպանման։ Մրցանակները ստանալու համար բեմ եմ հրավիրում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանին եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, շնորհակալություն պարոն Մարտիրոսյան այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ սա մեր շրջակա միջավայրի պաշտպանության եւ տեխնոլոգիական վերահսկողության մի նոր մակարդակի մասին է։ Իսկ մենք շարունակում ենք եւ նորից ուշադրություն էկրանին։ Նորարարություն անվանակարգը պետության հողատարության մասին է, որը հասցեագրում է յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը միաժամանակ խնդրելով հանրային ծառայությունները շատերի համար առավելագույնս հասանելի դարձնելու լուծումներ։ Ջնջելով աշխարհագրական անհավասարությունը, նորարար գործիքները ծառայում են մարդու կյանքն ավելի հարմարավետ ու արդար դարձնելու։ Ինչպես նշեցինք, այսօր նորարարության գլխավոր գնահատողը հենց մեր քաղաքացին է եւ մարդակենտրոն նորարարություն անվանակարգի հաղթողին հայտարարելու համար սիրով բեմ եմ ուզում հրավիրել Սառնախտյուրի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հովհաննիսյանին։
եւ հաղթող է ճանաչվում Ռաիսա Ավետյանը։ Այս ամանակարգի հաղթողը Ռաիսա Ավետյանն է։ ԿԿՄՍ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավորությունման կազմակերպման բաժնի ղեկավար։ Նա տեխնոլոգիան դարձրել է կամուրջ հանուն երեխաների կրթության իրավունքի ու երազանքների իրականացման։ Նորարարությունը լուծել է գյուղական համայնքներում տարիներ շարունակ առկա ուսուցիչների թափուր հաստիկների խնդիրը, հասնելով Հայաստանի հեռավոր անկյուններում ապրող բոլոր աշակերտներին։ Մասնագետների ֆիզիկական բացակայությունը լրացվել է համակարգչային ուղիղ կապով 250 գյուղական դպրոցի 10,000 աշակերտների հետ։ Համակարգի ներդրման արդյունքում 400 ուսուցիչ զարգացրել են իրենց հմտություններն ու դարձել կրթական նոր մշակույթի առաջամարտիկներ։ Այս մոդելը վկայություն է, որ պետական համակարգը կարող է լինել ճկուն ու մարդակենտրոն, թույլ չտալով, որ որևէ երեխա դուրս մնա կրթական գործընթացներից։ Մրցանակները ստանալու համար սիրով բեմ եմ հրավիրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավարուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանին, իսկ որպես հաստատություն մրցանակը ստանալու համար սիրով բեմ եմ հրավիրում նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Շնորհավորում եմ Տիկին Ավետյանին և նախարար Ժաննա Անդրեասյանին։ Մարդակենտրոն նորարարությունը դա իսկապես հզոր գործիք է մարդկանց կյանքը պարզեցնելու և հնարավորությունների սահմանները ընդլայնելու համար, և սա այն դեպքն է, երբ հեռավար համայնքների աշակերտները հնարավորություն են ստանում որակյալ կրթություն ստանալու։ Ժամանակն է ներկայացնել մեր վերջին անվանակարգը, ուշադրություն էկրանին։ Պատկերացրեք պետական կառավարման այնպիսի համակարգ, որի ամեն մասնիկը ճկուն է, անընդհատ կատարելագործվում ու արագ ադապտացվում է ըստ օրվա կարիքների։ Պատկերացրեք պետական կառույցներ, որոնք ունակ են ներքին կարողություններ կուտակել ու զարգանալ։ Կառավարման նորարարություն համակարգում մենք հենց նման համակարգեր ենք դիտարկել։ Համակարգեր, որոնց կենտրոնում մարդն է, պետական ծառայողը, իսկ մերօրյա բոլոր նորարար գործիքները արհեստական բանականությունից մինչև տվյալահեն կանխատեսումները, նրա աջակիցներն են Հայաստանի քաղաքացիներին ծառայելու իրենց առաքելության իրականացման ճանապարհին։ Այս նշանակալի անվանակարգի հաղթողին հայտարարելու մեծ պատիվը վստահված է մեր պետության ինստիտուցիոնալ բարեփոխումների և նորարարական օրակարգին աջակցող մեր առանցքային գործընկերներից մեկին և բեմ եմ ուզում հրավիրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Like the Oscar ceremony. Araik Yesayan. Thank you. Կառավարման նորարարություն համակարգի մրցանակը տրվում է պետական երկու կառույցների՝ ֆինանսների նախարարությանն ու աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մրցանակի գլխավոր գործող անձանցից է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը։ Նա կառավարման նորարարությունը տեսական քննարկումներից տեղափոխել է աշխատող մոդելների դաշտ։ Հաջողության առանցքում Սպարկ նորարարական հարթակն է, ռազմավարական և մարդկային ռեսուրսների կառավարման նոր փիլիսոփայությանը։ Հարթակի ճարտարապետությունը թույլ է տալիս կառավարման 5 դրամաբանությունից անցնել մարդկային ներուժի բացահայտման ու իրացման նոր մոտեցման, ինչպես նաև ավելի արդյունավետ հասնել պետական կառույցի ռազմավարական նպատակների։ Համակարգն առաջնային է համարում մարդու որակական աճը, ուշադրության կենտրոնում է պահում կարողությունների զարգացումը։ Խրախուսվում է նախաձեռնողականությունն ու խիզախ նորարարությունը։
Այն մարդուն թույլ է տալիս տեսնել իր ամենօրյա աշխատանքի կապը պետության ռազմավարական ավելի մեծ նպատակների հետ, մոտիվացնում է ու նպաստում է պատկանելիության զգացումի ամրապնդմանը։ Այսօր պարտքն արդեն հաստատուն ներդրված է պետական երկու կառույցներում՝ ֆինանսների նախարարությունում եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում։ Մրցանակները ստանալու համար բեմ եմ հրավիրում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանին, ով արդեն ինչպես տեսանք սպարտ նորարարական հարթակի միջոցով կառավարման այս տեսական քննարկումները վերածել է արդյունավետ գործիքի մոդելի եւ քանի որ այս համակարգը արդեն իսկ հաստատուն գործում է պետական երկու կառույցներում, այստեղ են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Շնորհավորում ենք պարոն Եսայանին եւ մեր երկու նախարարությունների ղեկավարներին, քանի որ սա միասնական եւ թիմային աշխատանքի արդյունք էր։